Այս ծրագրի հետ կապված շատ մեծ հույսեր էի կապում դեռ 3 տարի առաջ եւ չի եղել գետ մեկ հանդիպում Պարենի համաշխարհային ծրագրի կամ Հայաստան համահայկական հիմնադրամի մեր գործընկերների հետ, երբ չքննարկվի այն։ Եվ ահա եկավ այն օրը, երբ մենք մեկնարկում ենք առաջին փուլը։ Իսկ առաջին փուլի մեկնարկային կետը Սառնակունք գյուղի բարձրադիր հատվածն է, հենց այստեղից են սկսելու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աշխատանքները։ Առասարակ եւ որ ասա կորձեր կսկսին 0 կետից մինչեւ վերջակետ։ Մեր բարակային ուրիշ ցեով սկսանք։ Այն հատվածը որոնք որ աշխատենք ներգայիս 8.5 կիլոմետրը, այն հատվածն է, որ առավելակույն օգուտ պիտի ամենակարճ ժամանակվա մեջ։ Այսինքն մեր նպատակը այն է, որ արդեն բնակչությունը ճուրը դեսնե, ստանա, արդեն իսկ կալ դարվա մեջ։ Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմիններ դեռ 2022 թվականին իրականացրել տեխնիկական գնահատում եւ արձանագրել Սպանդարյանի ջրանցքի վիճակի վատթարացումը մոտ 70% ջրային կորստով։ Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոտ այս 4 բնակավայրերում արդեն ջրի պակաս չեն ունենա։ Ռոքելի հողերը կհասցվեն 2800 հեկտարի, ինչը թույլ կտա փոքր ֆերմերներին մշակել բարձր արժեք ապահովող մշակաբույսեր, զգալիորեն մեծացնելով եկամտաբերությունը։ Ջրանցքի երկարությունը կազմում է 35-ից 34 կիլոմետր։ Այս բանի նախագիծ իրականացված է մինչև մոտավորապես 15 կիլոմետր հատվածը, որը պայմանական բաժանված է երկու մասի, առաջի փուլ եւ երկրորդ փուլ։ Առաջի փուլը առավել վթարված հատվածն է, իսկ լրիվ քայքայ վիճակը ջուրի չի գործում, կարելի է ասել, իսկ այս վերևի հատվածը համեմատաբար ջուրի կա։ Ջրանցքը կառուցվել է 1940-ականներին մասամբ, մաս, որոշ հատվածներ նորոգվել են, բայց մեծ մասը այսպիսի վիճակում էր։ Մենք հիմնականում սա չենք անում, որովհետև սա ավելի կարևոր ենք համարում, այսպես լրիվ քայքայված վիճակ է, համեմատաբար դա գործում է։ Ուղղակի առավել վթարված հատվածն է, մենք այս բանը զուգահեռ սան կվերանորոգենք։ Հետո կանցնենք հիմնականում վերանորոգման առաջի հատվածի։ Թե ջրանցքի կառուցումն ինչ ազդեցություն կունենա հողի ու բնակչի համար, Անգեղակոտի ղեկավարն է պատմում, իրենց գյուղ շատ քիչ հասնող ջուրը վերջին տարիներին արդեն ընդհանրապես չէր հասնում։ Մեր գյուղը 1500 հեկտար վարելահող ունի, որից 699 հեկտարը ջրովի է։ Նախկինում ունեինք մոտավորապես 700 գլուխ կթուկով։ Այս 3 տարվա ընթացքում զուտ ջրի պակասի պատճառով գլխաքանակը իջել է մինչև 247։ Ու երբ արդեն ըստ նախատեսածի 2027-ին այս աշխատանքներն ավարտած լինեն, կփորձեն սկսել անդրադառնալ ծրագրի շարունակությանը, որ մնացած 13 կիլոմետրն էլ նորոգեն ու այդ դեպքում արդեն ջուրը կհասնի նաև Շաքի, Իշխանասար։ Այո, ջուրը կյանք է եւ կյանք է տալիս հողին, իսկ ռոռոկվող հողերը բնականաբար բարելավելու են այդ հողերից օգտվող մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Եվ մենք վերջապես հնարավորություններ կունենանք Սիսիան խոշորացված համայնքի չիրացված հսկայական պոտենցիալը քայլ առ քայլ իրականություն դարձնել։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ լավագույն գործընկերների հետ անհաղթահարելի խնդիրներ չեն լինում։ Իսկ վստահելի գործընկերները տեղում էին, որ միասին տային նաև իրենց կողմից շատ սպասված այդ մեկնարկը։ Շատ ուրախ եմ այսօր լինել Սյունիքում, ռազմավարական այս կարևոր տարածքում, այս մարզում, որը պատրաստվում է դառնալ խաղաղության խաչմերուկ։ Այն շինարարությունը, որ այսօր սկսում ենք, օգնելու է 1000-ից ավելի մարդու ստեղծել բարիք։ Ջուրը գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունի, այն անմիջապես նպաստում է պարենային անվտանգության բարձրացմանը։ Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց էլի կլինենք այստեղ, ու այդ ժամանակ արդեն ջուրը կհոսի, տարածքները կլինեն կանաչ։ Հիմնադրամի գալիք եւ այս տարվա ռազմավարությունը հենց ջրային ռեսուրսների ապահովումն ու ջրամատակարարման բարելավումն է եւ այս ծրագիրն էլ լինելով համահունչ մեր ռազմավարությանը եւ մոտեցմանը սկիզբ կդնի նաեւ մեր այս տարվա դրամահավաքի գաղափարախոսությանն ու ռազմավարությանը ընդհանուր։ Մենք ամենադժվար պահերին Սյունիքի բնակիչների կողքին ենք եւ մնում ենք։ Ջուրը կյանք է գյուղատնտեսության համար։ Հասել ենք մի փուլի, երբ ավելի շատ կախված են աշխատանքները այս մարդկանցից, եկեք ողջունենք շինարարներին նախ եւ առաջ, որովհետեւ ամենամեծ աշխատանքը եւ ամենակարևոր աշխատանքը սպասում է իրենց։
Բայց որպեսզի շինարարներն անցնեն գործի, նախ գործ ունեն անելու հենց նրանք, ովքեր 3 տարի ձեռք-ձեռքի տված ծրագիրը հասցրին Սառնակունքի այս բարձունք նշակետ 108, որտեղից էլ տրվելու է մեկնարկը։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։